Անուն հոր և որդվո և ոգույն սրբո ամեն։ Աստուծո հրամանով գշարունակենք մեր քարոզախոսությունները, որ նվիրված են Նիգիո դիեզերական առաջին ժողովին, որու արկասիկն է մեր հավադամքը և մենք Հայր Սուրբի գլխավորությամբ միասնապար կփորձենք լույս սփռել յուրաքանչյուր դողի և նախատասության վրա, որպեսզի հասկանալի դառնա մեր սիրելի ժողովրդին։ Այսօրվա մեր խորհրդածության նյութը պիտի լա 8, 9 և 10-րդ գետերը, որ հետևյալ ձևով բանաձևված է։ Անշուշտ Քրիստոսի համար է խոսքը, մեր Տիրոջ չարչարվեցավ, խաչվեցավ և թաղվեցավ։ Հայրապետները, որ հավաքված էին Նիգիո մեջ, նկատի ունեին այս 3 դժվարությունները մարդկային կյանքի մեջ, որովհետև այս 3 դժվարությունները գոյություն ունեցան այն ադեն, երբ Ադամն ու Եվան դրախտեն դուրս տրվեցան։ Դրախտի մեջ գոյություն չունեին այս 3 մարդկային կյանքը դարավեցնող այս հատկանիշները, այլ անոնք հավիտենական կյանքի մեջ էին արդեն հանգիստ ուրախ կյանք մգաբրեին, բայց երբ մեղքը մտավ, անհնազանդությունը իր ներգործությունը կատարեց, անոնց կյանքի մեջ մտավ հետևյալ 3 դժվարությունները՝ դարաբանքը, ցավը և մահը, որ հավադամքին մեջ հոմանիշներով մեզի կներկայանա, չարչարվեցավ, խաչվեցավ և թաղվեցավ։ Գսեն մեր հայրապետները, սակայն պետք է լավ գիտնանք, որ Հիսուսի մեջի երկու բնությունը, ինչ կսենք մենք հայկական աստվածաբանության մեջ, աստվածամարտկային բնություն ուներ։ Մեկը մույսեն ավելի չեր, հավասարապես։ Հետևաբար իր մարդկային բնությունն էր, որ այս 3 դարաբանքները գրեց իր մարմնին վրա։ Նախաքրիստոնեական շրջանին ասոնք դարբեր իմաստ ունեին և նշանակություն, բայց Քրիստոսի խաչելութեն են, թաղում են, հարութեն են ետ ասոնք այլափոխվեցան։ Չարչարվեցավ գսե, որովհետև ավետարանը հստակ է, թե ինչպես զինք ձերբակալեցին և ամբողջ գիշերը չարչարեցին, դադեցին, Գայապա քահանային մոտ գրոնական ադյանի ենթարկվեցավ, իսկ Պիղադոսի քով քաղաքական ադյանի ենթարկվեցավ և վերջապես Պիղադոսի քով կատարված այդ դատավարությունը խորքին մեջ մեծ նշանակություն ուներ։ Այդ երկխոսությունը, որ տեղի ունեցավ Պիղադոսի և Հիսուսի միջև, Պիղադոս հարցաքննեց, սակայն եկավ այն եզրակացության, որ այս մարդուն վրա հանցանք չեմ գտներ։ Եվ Հիսուսի սկսավ հարցումներ հարցնել, Հիսուս չէր պատասխաներ անոր։ Հարցումը երբ ուղեց ճշմարտության մասին, Պիղադոս հարցուց թե ինչ է ճշմարտությունը, ինչ էր ճշմարտությունը, այսօր մենք մեզի տանք այդ հարցումը, հարց տանք, մեր կյանքի մեջ ինչ է ճշմարտությունը, պատասխան ունենք, եթե ավետարանին ծանոթ ենք, այո, պետք է ունենանք պատասխան, եթե ծանոթ չենք,
բնականաբար յուրաքանչյուրս մեր կյանքի փորձառութեն է, մեր կյանքի ընդմեջ են ունեցած մեր այդ փորձառութեն են եզրակացության հանգած ենք հավանաբար, որ իրար մեկ դարբերի բոլորս նույն ճշմարտությունը չենք տեսներ, ինչպես դասարանի մեջ նստող աշակերտներ, երբ ուսուցիչը դասը կբացատրե, բոլորը նույն ձևով կհասկանան, կյանքն ալ նույնն է։ Բայց Հիսուս արդեն ասած էր ինչ էր ճշմարտությունը։ Ասած էր, ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը եւ ես եմ կյանքը։ Ուրեմն ճշմարտությունը այն է, որ Հիսուս Աստված էր, եթե իր գծած ուղղությամբ, իր ջամփով ընթանանք, կհասնենք իսկական կյանքի։ Ճշմարտությունը այն է, ճանապարհ դեպի ճշմարտություն, դեպի Քրիստոս եւ հասնելու համար դեպի կյանք։ Ուրեմն Հիսուս կչարչարվեր, ինչու, որովհետև չարը կներգործեր աշխարհի վրա։ Հիսուսի չարչարանքի այդ բահուն սատանան մարդու գերբարանք արած էր եւ իր վերջին ազատությունն էր Քրիստոսի խաչելութենեն եւ չարչարանքներն առաջ սատանան ազատ կշրջակայեր ուզած գերբարանքը առնելով։ Փաստ բանանք հոբի գիրքը եւ հոն տեսնենք թե Աստված գսե ուզեց երկու հրեշտակներ ղրգել երգիր տեսնելու համար թե ինչ դեղի կունենա։ Մինչդեռ Աստված պետք ուներ ղրգել հրեշտակ որպեսի գիտնա, ինք երգինքեն նույնիսկ գրնար գիտնալ, բայց հոս խորուրդ մգա։ Երկու հրեշտակներ իջան գսե հոբի այցելեցին եւ ապա վերադարձի ժամանակ երեք էին։ Երկու իջան եւ երեք կվերադառնան։ Երրորդը ով էր։ Սատանան էր, որ հրեշտակի գերբարանք արած էր։ Կտեսնեք, ելան Աստուծոքով, Աստված բնականաբար գիտեր, թե որ մեկներ երեքեն երկուքը հրեշտակներ եւ երրորդը սատանան։ Հարցումներ հարցուց պատասխանեցին, սատանան մտավ քիծին մեջ, ասավ անշուշտ աշխարհի ամեն բարիկները դեղացուցած ես հոբի վրա եւ ամբողջ օրհնությունդ գվայել է, եթե ինձի արիտ տաս, ես գրնամ զինք իր աստվածաբաշխտութենեն, աստվածահաճո կյանք ապրել են շեղեցնել։ Եվ դրվեցավ իրեն այդ իշխանությունը, բացի անոր հոգիեն գսե Աստվածաշունչը, եւ սատանան կործեց իր ավերը, սակայն չգրծավ հաջողիլ, բարդվեցավ հոն։ Սատանային այլ բարդությունն այս անգամ վերջնական դեղի ունեցավ Քրիստոսի խաչելության բահուն։ Չարչարանքներու այդ բահուն միշտ իր հետն էր։ Վերջին ընտրիքի մեջ հութայի մասին ինչ կսե, բադարը պերանը տրավ և սատանան մտավ իր մեջ։ Գնաց իր վարդապետը ծախեց 30 արձատի։ Եվ ապա մենք Գեթսեմանի մեջ կհանդիպենք սատանային, որ գուկա Հիսուսի ականջին կպսպսա, ասելով մեկ հատ ետևդ նայր, փիրերով, փայդերով, պահերով, պրիչներով, երգատներով, սուրերով, թանակներով, ամփոխը խելակարված եկած էին Հիսուսը սերպակալելու։ Դուն այս մարդոց դեմ պիտի գրնաս տնել այս դգար մարմնովդ իր ջագդեն կրդինք և արուն գիչներ, թողացած ձունգի վրա գուկար, դեր հերացուր այս պաժագը ինձ մե հանգարտ ցայն մգլսվի, շատեր գսեն Եղիան գանչեց
եւ Եղիա նկավ իրեն զորացուց, բայց այդ ցայնը Աստծո ցայնն էր։ Զորացուց զինք եւ ինք գրծավ հաղթահարել եւ չընթարգվել։ Ապա Սատանան շարունակեց ընթանալ մինչև թադավարդության դեղերը, չարչարանքի դեղերը, ամեն դեղ գսեր ինձի հանձնվիր ես քեզ գազադեմ, բայց երբեք չհանձնվեցավ, այդ չարչարանքները հանցն արավ մեզի սորվեցնելու համար, թե կյանքի դժվարություններու դիմաց պետք չէ ընկրկիլ։ Կյանքի դժվարությունները գուքան ու գանցնին, ինչպես հայոց բանաստեղծը գսե, ցախորդ օրերը գուքան ու գանցնին վհադելու չէ, դգարանալու չէ։ Եվ ապա խաչեցավ գսե։ Խաչի բահուն մեծ խորհուրդ մը դեղի ունեցավ։ Քրիստոսի խաչելությունը սովորական խաչելություն չէր, որովհետև սատանային հոն թադաբարդությունը գնկվեցավ Քրիստոսի արյունով, երբ իր արյան շիթերը, գաթիլները թեպի կեդին գհասնեին, գոսեին, արդեն երկրաշարժ դեղի ունեցավ գսե, այդ երկրաշարժը կխորհրդանշե երկրի արքան տպացվեցավ եւ սատանան իջավ թեպի իր սանտարամեդը, դժողքի խորերը եւ ապապակվեցավ գսե, այդ օրվն է սկսյալ սատանային լիազորությունները գապվեցան Քրիստոսի խաչելությամբ։ Հիմա հարցում սատանան այսօր գոյություն ունի, պատասխանը հայո է։ Գրնա մեզի վնաս հասցնել, պատասխանը հայո է, սակայն ինչպես գրնա հասցնել առանցին, պատասխանը ոչ է, որովհետև սատանան հետ այսուք քաղաքապար է։ Գրնա վնաս հասցնել մեզի, երբ մարդուն հետ թաշինք կնկե։ Մարդ եւ սատանա երբ գործակցին իրարու հետ, այն ադեն է, որ սատանան գրնա մարդուն վնաս հասցնել։ Բայց որքան ադեն, որ մարդը իր գամքը զորավոր է, իր հավատքը ամուր է Աստուծո Քրիստոսի եղեցի անտեպ, սատանան չի գրնար մտնել անոր մեջ եւ զինք կորձիկի վերածել։ Սատանան գրնա մտնել թուլամորտ, անողնահար մարդոց մեջ միայն, զորավոր մարդոց մեկը վախնա, չի մոտենար։ Գարտացեք Գիբրիանոսի, Սուրբ Գիբրիանոսի կյանքը եւ հոն պիտի տեսնեք, թե ինչ վիճակներու մեջ է սատանան։ Եվ թաղեցավը երրորդը բնականաբար թաղման այս գաղափարը շատ սարսափելի բան էր եւ է դակավին մարդոց կողմը։ Մենք այս գաղափարը կտեսնենք Օվսիա մարգարեի 10-րդ գլխու 14-րդ համարին մեջ խոսված, որ նույն գաղափարը կորտեկրե Բողոս Արաքյալ իր գործընթացներու կրած առաջին նամակին մեջ 15-րդ գլխու 55-րդ համարներուն մեջ։ Օվսիա մարգարե հարյուրավոր դարիներ առաջ կմարգարեյանա Հիսուսի մասին եւ Բողոս Արաքյալ հոնգե փող կառնե եւ գործածե իր գործընթացներուն կրած նամակին մեջ, որ գսե Հիսուսի ճարճարանքներեն, խաչելութենեն, թաղումեն, երեկորյա հարութենեն ետք, ուր է մահ քու հաղթությունըտ, որովհետև ժամարարը ինչ կսե գիրագի օրվա բադարակներու ընտածքին, մահվամբ զմահ գողյած եւ հարությամբ յուրո մեզ գյանս բարգեւյած, իր մահովը մահին գողեց, ճախճախեց եւ իր հարությամբ մեզի անմահություն բարգեւեց։
Ուրեմն ուր է մահքու հաղթությունդ, ուր է գերեզման քու խայտոցդ, որովհետև վերջ կդավ գերեզմանը դարձավ բադուհանը տուրմը այս աշխարհեն դեպի մյուս աշխարհ փոխադրվելու միջոց հետևաբար ոչ վախնալու ոչ սարսափելու գարիք ունենք Քրիստոսի չարչարանքներեն խաչելութենեն եւ հարութենեն յետք հետևաբար այս գաղափարը շատ գեղեցկորեն կներկայացնե մեզի մարդկային աբերախտության ամենեն ցայդուն օրինակներ եբրայեցիներուն այս արարքը Հիսուսի անտեպ ագանադես լալե յետ կանոր գադարած բազում բժշկություններուն հրաշքներուն եւ անսահման սիրույն ու ողորմության մարդկության անտեպ խաչը հանեցին զինք այս խոսքերը կպատկանին Բոլսո բادرիարք երջանկայշադակ շնորհք եպիսկոպոս Գալուստյանին որ իր հեղինակած ավակ շաբաթ գրքի մեջ արձանագրված է ուր գսե Քրիստոսի գամավոր զոհակորձումով խաչին վրա կերակույն փաստն է Աստուծո անսահման սիրույն եւ մարդոց Աստուծո նայեցեք Աստուծո անսահման սիրույն մարդոց հանդեպ եւ մարդուն անհադակ աբերախտության Հիսուսի մատնության եւ մարդուն նենկամդության վադության Քրիստոսի չարչարանքներուն եւ մարդուն չարության անմեղին թադաբարդության եւ մեղավորին փրկության անոր Հիսուսի այսինքն խաչելության եւ մեր ազատության Հիսուսի խաչելությամբ մենք ազատությունը ստացանք մեր ազատ արձակվելու մուրհագը ստորագրվեցավ անոր արյամբ անմահին մահվան Քրիստոսի այսինքն եւ մահկանացուին այսինքն մեր անմահության լույսի թաղման լույսը փորձեցին թաղել սակայն խավարյալներուն հարության մենք խավարի մեջ էինք քիչ առաջ շնորհյա մեզ դեր երկեց Տվրաստասը այսի Եսայի մարգարեութենեն առնված է մենք խավարի մեջ նստած էինք կսե Եսայի մարգարեն հանգարց երկինքեն լույս մծակեցավ մեր վրա Հիսուս իր վերջին աղոթքով գեզրափագե այս գաղափարները եւ հոր Աստուծմե կխնդրե ասելով արդար հայր Տեև աշխարհը քեզ չժանցավ բայց ես քեզ ջանցա եւ ասոնքալ քիծան թե տուն ղրգեցիր զիս քեզ ջանցուցի անոնց եւ պիտի շարունակեմ ջանցնել որբեսի անոնց մեջ ըլլա այն սերը որով զիս սիրեցիր եւ ես ըլլամ անոնց մեջ Հովաննու ավետարանի 17-րդ գլխուն մեջ արձանագրված է որբես քահանայապետական աղոթք ապա ներսե շնորհալի այրապետ առավել եւս գեզրափագեսելով սեր եւ Հիսուս իրարու հոմանիշներ դարձան իրարու հոմանիշ եզրերը դարձան մեր կյանքի մեջ եւ գսե սեր անուն Հիսուս սիրով քով ջմլյա սիրդիմ կարեղեն գրնանք հասկանալ այս մեկը մեր սերովը մարդոց քարացած սիրդերը պիտի ջմլենք ուրեմն սիրով սկսած էր Հիսուս իր հրաժեշտի խոսքը եւ սիրով գավարդե իր քահանայապետական աղոթքը դերը օրհնե բոլորդ հիմա Ավիդյանս Ավիդենից ամեն